Մի երիտասարդ միլիարդատեր փլվում է էլիտար վերակենդանացման բաժանմունքում, նույնիսկ լավագույն մասնագետները չեն կարող բացատրել վթարը։ Մինչ կենսական նշանները տատանվում են, 7 տարեկան աղջիկը ճանաչում է հոտը, որը մահ է կանխագուշակում։ Բոլորից անտեսված, նա պահում է միակ հուշումը, որը կարող է բացահայտել մահաբեր դավադրությունը հիվանդանոցում։ Երանի ամենահեղինակավոր հաղթանակ հիվանդանոցում հինգշաբթի առավոտյան եռուզեռեր։ 15 հրթարկում վեբ բաժանմունքը լիովին մեկուսացված էր ընդունելու միայն մեկ հիվանդի, 35-ամյա Ռաֆայել Մենդոնցային, Տեխբրեյնի հիմնադրին գործադիր տնօրենին, որը Հայաստանի արհեստական ինտելեկտի ամենամեծ ընկերությունն էր։ Նրա առողջական վիճակը համարվում էր կրիտիկական, թե ոչ ոք չէր կարողանում ճշգրիտ պարզել, թե ինչ էր կատարվում երիտասարդ գործարարի հետ։ Հիվանդանոցի տնօրեն դոկտոր Մաուրո Բուարկեն հավաքել էր երկրի 20 ամենահայտնի բժիշկներից կազմված թիմ։ Սրտաբանության, նյարդաբանության, թոքաբանության բազմաթիվ այլ ոլորտների մասնագետներ անխոնջ կերպով հետազոտում էին Ռաֆայելին, առանց հանգելու վերջնական ախտորոշման։ Հիվանդի վիճակն անբացատրելիորեն վատանում էր ամեն ժամ։ Նրա հետազոտությունները ցույց չէին տալիս ուղեղի վնասվածքներ, վարակներ կամ արյան մեջ ակնհայտ փոփոխություններ, բացառությամբ թթվածնի հագեցվածության խորհրդավոր անկման։ Մեզ անհապաղ պատասխաններ են պետք։ Ինչպես է հնարավոր, որ ձեզանից ոչ ոք չի կարողանում պարզել, թե ինչ է կատարվում, բղավեց դոկտոր Մաուրոն, հետելով, թե ինչպես են Ռաֆայելի կենսական նշանները վտանգավոր կերպով տատանվում մոնիտորների վրա։ Խոսքը վերաբերում է այն մարդուն, ով հեղափոխեց հայկական բժշկությունը իր ախտորոշման համակարգերով։ Եթե նրա հետ ինչ-որ բան պատահի, պատասխանատվությունը կընկնի բոլորիս վրա։ Հարկի մյուս ծայրում, անվտանգության ուշադիր հայացքներից հեռու, 7-ամյա գանգրահեր ուշադիր աչքերով Սոֆիա Օլիվերան հետում էր ողջ շարժին։ Տերեզա տիկնոջ մաքրման անձնակազմի աշխատակիցներից մեկի դուստրը, Սոֆյան մորն ուղեկցում էր աշխատանքի, այն օրվանից, երբ իր հայրը Հովակիմը 3 ամիս առաջ հոսպիտալացվել էր նույն հիվանդանոցում։ Մայրիկ, նույն հոտն է, շշնջաց Սոֆյան, քաշելով Տերեզայի համազգեստի փեշը։ Նույնն է, ինչ հայրիկի սենյակում էր։ Ինչ հոտ, աղջիկս։ Հիմա չեմ կարող խոսել, աշխատում եմ, պատասխանեց Տերեզան, մաքրման սայլակը միջանցքով առաջ մղելով։ Նուշի հոտ։ Միաժամանակ քաղցր ու դառը։ Ինչպես հայրիկի սենյակում էր, երբ նա հիվանդացավ։ Տերեզան նայեց դստերը, անհանգստության քնքշության խառնուրդով։ Այն օրվանից, երբ Հովակիմը ծանր վիճակում հոսպիտալացվել էր, Սոֆյան մոլուցք էր զարգացրել դիտարկելու օրինաչափություններ ախտանիշներ։ Աղջիկը ժամեր էր անցկացնում հիվանդանոցի միջանցքներում, լսելով բժշկական զրույցներ, դիտելով պրոցեդուրաներ կիսաբաց դռներից։ Դա նրա ձն էր, Մարսելու հորը գրեթե կորցնելու տրավման։ Սոֆիա, մենք արդեն խոսել ենք այդ մասին։ Քո հայրը ծանր ալերգիկ ռեակցիա է ունեցել։ Դա տարբեր էր։ Եվ դու չպետք է լինես այստեղ, վեբ հարկում։ Գնա հանգստի սենյակ, մնա այնտեղ քո պլանշետի հետ, լավ։ Աղջիկը գլխով արեց, բայց հենց որ մայրը հեռացավ, Սոֆյան վճռականորեն քայլեց դեպի բուժքույրական կետը։ Այնտեղ, սարքավորումների մեջ քողարկված, նա կարողանում էր լսել բժիշկների բուռն քննարկումը։ Ախտանիշներն իմաստ չունեն, ասում էր անթերի սպիտակ խալաթով մի բժշկուհի։ Կարծես ինչ-որ բան խանգարում է հիմնական նյութափոխանակության գործընթացներին, բայց մենք արտաքին գործոն չենք գտնում։ Մենք արդեն դիտարկել ենք թունավորման բոլոր հնարավորությունները, հարցրեց մոխրագույն մորուքով ավելի տարեց բժիշկը։ Այո, դոկտոր Անտոնիո։ Մենք կատարել ենք բոլոր ստանդարտ թունաբանական թեստերը։ Ոչինչ չի հայտնաբերվել։ Սոֆյան կնճռոտեց հոնքերը։ Այդ բառերը հենց այն նույն բառերն էին, որոնք բժիշկներն օգտագործել էին, երբ իր հայրը հոսպիտալացված էր։ Հովակիմ Օլիվերան, շինարարական աշխատող, ով մասնակցել էր Տեխբրեյն շենքի վերջին վերանորոգմանը, ուներ նույն ախտանիշները, հագեցվածության անկում, տրավմայի կամ նույնականացվող վարակի բացակայություն, ակնհայտ պատճառ չունեցող առաջադեմ վատթարացում։ Եվ նույն նուշի հոտը սենյակում։ Վեբ սենյակում Ռաֆայելը կարճ ժամանակով բացեց աչքերը, փորձելով կենտրոնացնել իր մշուշված տեսողությունը։ Նրա մարմինը թույլ էր, կարծես անտեսանելի ուժը ծծում էր նրա էներգիան։ Շուրջը բժիշկները քննարկում էին տեսություններ, հնարավորություններ, առանց հանգելու եզրակացության։ Գործարարը փորձեց խոսել, բայց նրա շրթունքներից միայն թույլ հառաչանք դուրս եկավ։ Պարոն Մենդոնցա, կարող եք մեզ լսել, հարցրեց դոկտոր Անտոնիոն, մոտենալով մահճակալին։
Եթե կարող եք, սեղմեք իմ ձեռքը։ Ռաֆայելը կարողացավ մատներով թեթ շարժում անել բավականաչափ ցույց տալու համար, որ գիտակից է։ Դոկտոր Անտոնիոն նշան արեց գործընկերներին մոտենալու։ Մենք պետք է հաշվի առնենք շրջակա միջավայրի գործոնները։ Ինչ-որ բան օդում, ջրում կամ սարքավորումներում, որը կարող է դա առաջացնել։ Այդ պահին սենյակ մտավ միջին տարիքի մի բուժքույր, կարմիր ակնոցով շիկահեր մազերը պոչով հավաքած, դեղորայքով սկուտեղ կրելով։ Սոֆյան, ով դռան ճեղքից հետում էր, սարսուռ զգաց իր ողնաշարի վրայով։ Այդ բուժքույրը ծանոթ էր թվում։ Նույն մարդն է, մրմնջաց Սոֆյան ինքն իրեն։ Նույնն է, ով հատուկ դեղեր էր տալիս հայրիկին։ Բուժքույրը մոտեցավ Ռաֆայելի մահճակալին, ստուգեց շիճուկը, պատրաստվեց ինչ-որ բան ներարկել սարքավորումների մեջ։ Սոֆյան զգաց, որ իր սիրտը արագանում է։ Առանց երկու անգամ մտածելու, աղջիկը հրեց դուռը վազելով մտավ սենյակ։ Ոչ։ Դա նա է։ Նա է, ով հիվանդացրեց հայրիկիս։ Բոլոր հայացքները ուղղվեցին Սոֆյայի վրա, ով մատնացույց էր անում կարմիր ակնոցներով բուժքրոջը։ Դոկտոր Անտոնիոն, զարմացած ներխուժումից, մոտեցավ աղջկան։ Ո՞վ ես դու։ Ինչպե՞ս ես մտել այստեղ, հարցրեց նա, իշխող, բայց ոչ թշնամական ձայնով։ Բուժքույրը, ակնհայտորեն անհարմարավետ զգալով, դրեց սկուտեղը սեղանին։ Նա մաքրուհու դուստրն է։ Հոր հիվանդանալուց հետո նա էմոցիոնալ խնդիրներ ունի։ Ես անվտանգության աշխատակիցներին կկանչեմ։ Ոչ, խնդրում եմ, աղաչեց Սոֆյան։ Նա անում է նույն բանը, ինչ արեց հայրիկիս հետ։ Ես ճանաչում եմ հոտը, նույն նուշի հոտն է։ Դոկտոր Անտոնիոն հետաքրքրված նայեց աղջկան։ Սոֆյայի համոզմունքի մեջ կար ինչ-որ բան, որը ստիպեց նրան տատանվել։ Բժշկական տարիների փորձը սովորեցրել էր նրան գնահատել անսպասելի դիտարկումները։ Նուշի հոտ, հարցրեց նա, կնճռոտելով հոնքերը։ Այո, դոկտոր, պատասխանեց Սոֆյան, աչքերում արցունքներով։ Դառը նուշ։ Ինչպես այնտեղը, որ պապիկս էր խմում սրտի համար։ Այն ամենուր է այս սենյակում, ինչպես հայրիկի սենյակում էր, երբ նա գրեթե հեռացավ։ Կարմիր ակնոցներով բուժքույրը մեկ քայլ արեց դեպի դուռը։ Ես կգնամ նրա մորը կանչեմ։ Սպասեք, հրամայեց դոկտոր Անտոնիոն, այժմ կասկածանքով նայելով բուժքրոջը։ Ես ձեզ չեմ հիշում այս դեպքի համար նշանակված թիմում։ Կարող եք ցույց տալ ձեր նույնականացման քարտը, խնդրում եմ։ Հենց այդ պահին Ռաֆայելին միացված մոնիտորներից մեկը սկսեց բարձր ազդանշան արձակել։ Թթվածնի հագեցվածությունը արագորեն նվազում էր։ Սենյակում քաոս տիրեց, բժիշկները վազում էին հիվանդի վիճակը կայունացնելու համար։ Բուժքույրը օգտվեց խառնաշփոթից, արագ դուրս գալու համար, բայց Սոֆյան հետեց նրան հայացքով։ Դոկտոր Անտոնիոն, բաժանված շտապ օգնություն ցույց տալու տարօրինակ իրավիճակը հետաքննելու միջ, բղավեց մոտակա անվտանգության աշխատակցին։ Թույլ մի տվեք այդ բուժքրոջը դուրս գալ հիվանդանոցից։ Մենք պետք է ստուգենք նրա ինքնությունը։ Մինչ անձնակազմը կատաղի կերպով աշխատում էր Ռաֆայելին կայունացնելու համար, Սոֆյան մնում էր սենյակի անկյունում, ամեն ինչ ուշադիր աչքերով դիտարկելով։ Նա գիտեր, որ ճիշտ է։ Դա հայրիկի հետ կապված նույն իրավիճակն էր, ոչ ոք չէր հավատա իրեն, մի պարզ 7-ամյա երեխայի։ Բայց Սոֆյան վճռական էր։ Նա թույլ չէր տա, որ հայրիկի գրեթե ճակատագրական ճակատագիրը կրկնվի Ռաֆայել Մենդոնցայի հետ։ Նույնիսկ եթե դրա համար պետք լիներ դիմակայել հաղթանակ հիվանդանոցի ողջ համակարգին։ Մինչ բժիշկները պայքարում էին Ռաֆայել Մենդոնցային կայունացնելու համար, Սոֆյային սենյակից դուրս տարավ մի բարի բուժքույր։ Միջանցքում Տերեզա տիկինը անհանգիստ վազում էր դստեր մոտ։ Սոֆիա, ինչ ես արել։ Ասում են, որ ներխուժել ես վեպ հիվանդի սենյակ։ Տերեզան բռնեց դստեր ուսերից, նրա դեմքը զայրույթի անհանգստության խառնուրդ էր։ Մայրիկ, նույն բանն է, ինչ հայրիկի հետ պատահեց։ Նույն հոտը, նույն ախտանիշները, այդ կարմիր ակնոցներով բուժքույրը նույնպես այնտեղ էր։ Նա ինչ-որ բան էր լցնում նրա շիճուկի մեջ։ Տերեզան խորը հառաչեց։ Սոֆիա, մենք չենք կարող պատմություններ հորինել։ Քո հայրը ծանր ալերգիկ ռեակցիա է ունեցել վերանորոգման քիմիական նյութերից։ Այդպես ասացին բժիշկները։ Բայց մայրիկ։ Առանց, բայց երի։ Դու կարող ես դառնալ պատճառ, որ ես կորցնեմ աշխատանքս։ Հիմա գնանք հանգստի սենյակ։
Մինչ մայրը նրան քարշ էր տալիս, Սոֆյան հետ նայեց տեսավ դոկտոր Անտոնիոին, որ շտապ դուրս էր գալիս վեպ սենյակից։ Նրա հայացքը մի կարճ ակնթարթով հատվեց աղջկա հայացքի հետ, նա զգաց, որ նա, ի տարբերություն մյուսների, միգուցե հավատում է իրեն։ Աշխատակիցների հանգստի սենյակում Սոֆյան նստեց մի անկյունում, գրկած իր դպրոցական պայուսակը։ Նրա մեջ պահված էր մի թանկարժեք բան, բժշկական օրագիրը, որը նա կազմել էր հոր հոսպիտալացման ընթացքում։ Մանկական ձեռագրով, բայց զարմանալիորեն մանրամասն գրառումների թերթեր, գրանցելով ժամերը, դեղամիջոցները, ախտանիշները, ամենակարևորը, թե ով էր մտնում ու դուրս գալիս սենյակից։ Ես պետք է սա ցույց տամ այդ մորուքավոր բժշկին, մրմնջաց նա ինքն իրեն, թերթելով գունավոր տետրը։ Դրսում հիվանդանոցը լուռ զգոնության վիճակում էր։ Անվտանգությունը ակտիվացվել էր, գտնելու կարմիր ակնոցներով բուժքրոջը, ով խորհրդավոր կերպով անհետացել էր սենյակից դուրս գալուց հետո։ Դոկտոր Անտոնիոն, հետաքրքրված աղջկա խոսքերով, ուղղվեց մարդկային ռեսուրսների բաժին։ Ինձ անհրաժեշտ է վեբ բաժանմունքի համար այսօր նշանակված բոլոր աշխատակիցների, հատկապես բուժքույրերի ամբողջական ցուցակը, խնդրեց նա վարչական համակարգողին։ Իհարկե, դոկտոր Անտոնիո։ Ահա, պատասխանեց նա, տալով մի թղթապանակ։ Միայն 10 բուժքույր ունեն վեբ բաժանմունք մուտք գործելու թույլտվություն, բոլորը խստորեն ստուգվել են։ Դոկտոր Անտոնիոն ուսումնասիրեց ցուցակը լուսանկարները։ Այստեղ կարմիր ակնոցներով ոչ մի շիկահեր բուժքույր չկա։ Համակարգողը կնճռոտեց հոնքերը։ Մենք նման նկարագրությամբ բուժքույր չունենք ամբողջ հիվանդանոցում, դոկտոր։ Բժիշկը սարսուռ զգաց իր ողնաշարի վրայով։ Արագորեն նա խնդրեց մուտք դեպի անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները։ Պատկերներում նա հստակ տեսավ կարմիր ակնոցներով կնոջը, որ մտնում էր վեբ բաժանմունք մուտքի քարտով, բայց չկարողացավ ճանաչել նրա դեմքը, որը միշտ հմտորեն թաքցված էր տեսախցիկներից։ Սա իմաստ չունի, մրմնջաց նա ինքն իրեն։ Այդ պահին մի բուժքույր մոտեցավ նրան միջանցքում։ Դոկտոր Անտոնիո, դուք խնդրել էիք ստուգել համակարգի մուտքի գրանցումները։ Ինչ-որ մեկը օգտագործել է դոկտոր Սեսիլիա Վասկոնսելոսի մուտքանունը, պարոն Մենդոնցայի բժշկական քարտերին մուտք գործելու համար 30 րոպե առաջ, բայց դոկտոր Սեսիլիան 2 շաբաթ է, Եվրոպայում է արձակուրդում։ Դոկտոր Անտոնիոն զգաց, որ իր ստամոքսը կծկվում է։ Ինչ-որ շատ լուրջ բան էր կատարվում։ Նա հանկարծ հիշեց աղջկա խոսքերը, դառը նուշի հոտ։ Բժշկության իր ավելի քան 30 տարիների ընթացքում այդ նկարագրությունը հեռավոր հիշողություն արթնացրեց իր ուսանողական տարիներից։ Դառը նուշի հոտ որտեղ էր նա սովորել այդ մասին։ Թունավորման հին դեպք։ Ոչ, դա չէր կարող լինել։ Միգուցե հատուկ քիմիական ռեակցիա։ Դեղորայքային միջամտություն։ Որոշելով, դոկտոր Անտոնիոն կրկին ուղղվեց վեբ բաժանմունք, որտեղ Ռաֆայելը վերջապես կայունացվել էր, թե նրա վիճակը շարունակում էր մնալ կրիտիկական։ Անհապաղ հրամայեց. Ես ուզում եմ ամբողջական հետազոտություն, բժշկական սարքավորումներում շրջակա միջավայրում ցիանոմիացությունների առկայության վերաբերյալ։ Եվ նա օթորակման համակարգի վերլուծություն։ Մյուս բժիշկները զարմացած նայեցին նրան։ Ցիանոմիացություններ։ Ինչու եք կարծում, որ դա կարող է լինել, հարցրեց մի գործընկեր։ Մի ինտուիցիա։ Դառը նուշի հոտը բնորոշ է որոշակի քիմիական միացություններին, որոնք կարող են բջջային հիպոքսիա առաջացնել, բացատրելով թթվածնի հագեցվածության անկումը։ Մինչ թիմը մոբիլիզացվում էր նոր հետազոտություններ կատարելու համար, դոկտոր Անտոնիոն որոշեց գտնել այն աղջկան, ով սկսել էր այս ամենը։ Նա Սոֆիային գտավ դեռս հանգստի սենյակում, որը ջանասիրաբար գրառումներ էր անում իր տետրում։ Բար, ասաց նա, զգուշորեն մոտենալով, որպեսզի չվախեցնի նրան։ Իմ անունն է դոկտոր Անտոնիո։ Դուք… Սոֆիա Օլիվերա, պատասխանեց աղջիկը, նրան ուշադիր աչքերով նայելով։ Դուք եկել եք ինձ հիվանդանոցից դուրս հանելու։ Դոկտոր Անտոնիոն քնքշորեն ժպտաց։ Ոչ, Սոֆիա։ Ես եկել եմ խոսելու։ Դու հետաքրքիր բան ես ասել նուշի հոտի մասին։ Կարող ես ինձ ավելին պատմել այդ մասին։ Սոֆիայի դեմքը պայծառացավ։ Վերջապես մեկը պատրաստ էր լսել նրան։ Արագորեն նա բացեց իր տետրը, սկսեց ցույց տալ իր գրառումները։ Հայրիկս աշխատում էր Տեխբրեյն շենքի վերանորոգման վրա։ Նա լավ էր, բայց հետո սկսեց թուլանալ, դժվարությամբ շնչել։ Բժիշկները ոչ մի սխալ բան չէին գտնում, ինչպես պարոն Մենդոնցայի դեպքում։
Եվ նրա սենյակում այդ հոտն էր, միշտ ավելի ուժեղ, այն բանից հետո, երբ կարմիր ակնոցներով բուժքույրը այցելում էր։ Դոկտոր Անտոնիոն ուսումնասիրեց Սոֆիայի գրառումները, աճող հիացմունքով։ 7-ամյա երեխայի համար նա տպավորիչ աշխատանք էր կատարել, փաստագրելով ժամերը, ախտանիշները, նույնիսկ բժիշկների միջ լսած զրույցները։ Դուք այս ամենը գրառել եք։ Այո, պատասխանեց Սոֆիան, էջը շրջելով։ Ահա, սա բուժքույրն է։ Նա միշտ գալիս էր նորմալ ժամերից դուրս, երբ հիվանդանոցում քիչ մարդ կար։ Նա շոշափում էր հայրիկիս սարքերը, հատուկ ըմպելիքներ էր տալիս նրան։ Ասում էր, որ դրանք վիտամիններ են, բայց երբ նա խմում էր դրանք, վիճակը վատանում էր։ Դոկտոր Անտոնիոն դիտեց կարմիր ակնոցներով, շիկահեր մազերը հավաքած աջ ձեռքի վրա նշան ունեցող կնոջ մանկական նկարը։ Նա ունի։ Որ է հատուկ նշան։ Միգուցե սպի։ Սոֆիան եռանդուն գլխով արեց։ Այո։ Աջ ձեռքի վրա, լուսնի ձով սպի։ Ես տեսա, երբ նա շտկում էր հայրիկիս բարձը։ Բժիշկը զգաց, որ իր սիրտը արագանում է։ Այդ հատուկ մանրամասնությունը չէր կարող լինել երեխայի երակայության արդյունք։ Այնտեղ ինչ-որ իրական բան կար։ Սոֆիա, քո հայրը ապաքինվեց։ Ինչպես դա տեղի ունեցավ։ Դա այն բանից հետո էր, երբ ես պատահաբար հյութ թափեցի թթվածնի սարքավորման վրա։ Նրանք ստիպված եղան ամեն ինչ փոխել։ Դրանից հետո հայրիկս սկսեց արագորեն բարելավվել։ Դոկտոր Անտոնիոն հանկարծ վեր կացավ։ Սոֆիա, դու կարող էիր փրկել քո հորը, առանց նկատելու, հիմա կարող ես փրկել նա Ռաֆայել Մենդոնցային։ Ես պետք է, որ դու ինձ հետ գաս։ Տերեզան, ով հեռվից հետում էր զրույցին, մոտեցավ անհանգստացած։ Դոկտոր, ինչ է կատարվում։ Իմ դուստրը խնդիրների մեջ է։ Ընդհակառակը, տիկին։ Ձեր դուստրը հնարավոր է, որ հայտնաբերել է մի լուրջ խնդիր, որը մենք, փորձառու բժիշկներս, չկարողացանք տեսնել։ Ես պետք է, որ նա ինձ ցույց տա, թե կոնկրետ որտեղ էր հոսպիտալացված ձեր ամուսինը, որ սարքավորումները փոխվեցին։ Տերեզայի դժկամ թույլտվությամբ դոկտոր Անտոնիոն Սոֆիային տարավ այն հին սենյակը, որտեղ հոսպիտալացված էր եղել Հովակիմը։ Սենյակն այժմ զբաղված էր մեկ այլ հիվանդով, բայց հիվանդանոցի տեխնիկական անձնակազմը կանչվեց ստուգելու հիվանդանոցի թթվածնի մատակարարման ողջ համակարգը։ Մենք ինչ-որ բան գտանք, դոկտոր Անտոնիո հայտնեց սպասարկման բաժնի ղեկավարը մի քանի ժամվա հետաքննությունից հետո։ Կա մի չարտոնված սարք, որը միացված է թթվածնի բաշխման կենտրոնական համակարգին, որը սպասարկում է վեբ բաժանմունքը։ Այն փոքր է, գրեթե աննկատ, բայց օդի մեջ քիմիական միացություն է արձակում։ Դոկտոր Անտոնիոն զգաց, որ իր արյունը սառեց։ Իսկ կոնկրետ ինչ է արձակում այդ սարքը։ Ցիանոգենի ածանցյալ, շատ ցածր կոնցենտրացիաներով։ Բավարար չէ անմիջական ազդեցություններ առաջացնելու համար, բայց երկարատ ազդեցության դեպքում կարող էր առաջացնել հենց այն ախտանիշները, որոնք մենք տեսնում ենք, ավելացրեց բժիշկը։ Սոֆիան, ով ուշադիր լսում էր ամեն ինչ, քաշեց դոկտոր Անտոնիոյի խալաթի թքը։ Դոկտոր, կարմիր ակնոցներով բուժքույրը։ Նա այսօր պարոն Մենդոնցայի սենյակում էր։ Եթե նա նույն մարդն է, ով հիվանդացրեց հայրիկիս, նա կարող է նորից ինչ-որ բան փորձել։ Բժիշկը լրջորեն գլխով արեց։ Դու ճիշտ ես, Սոֆիա։ Մենք պետք է անհապաղ գտնենք նրան։ Մինչ հիվանդանոցի անվտանգությունը մոբիլիզացվում էր խորհրդավոր կնոջը գտնելու համար, դոկտոր Անտոնիոն վերադարձավ վեբ բաժանմունք, շտաբ հրամանով։ Փոխարինել թթվածնի մատակարարման ողջ համակարգը Ռաֆայել Մենդոնցային տեղափոխել հիվանդանոցի մեկ այլ բաժանմունք, ուժեղացված անվտանգության ներքո։ Այն լուրը, որ համակարգը կեղծվել էր, արագորեն տարածվեց բժշկական անձնակազմի շրջանում, առաջացնելով շոկի անհավատության խառնուրդ։ Ինչպես կարող էր մեկը մուտք ունենալ հիվանդանոցի այդքան սահմանափակ տարածքներ։ Եվ ավելի կարևոր, ով կարող էր դրդապատճառ ունենալ հիվանդների առողջության դեմ ոտնձգություն կատարելու համար։ Սոֆիան, այժմ ճանաչված որպես բացահայտման առանցքային տարր, մնում էր դոկտոր Անտոնիոյի կողքին, տրամադրելով բոլոր այն տեղեկությունները, որոնք կարող էր հիշել խորհրդավոր բուժքրոջ մասին։ Սակայն ինչ ոչ ոք չէր նկատում, այն էր, որ հիվանդանոցի մյուս կողմում մի կերպար ուշադիր հետում էր անվտանգության թիմի շարժումներին մոնիտորինգի տեսախցիկների միջոցով։ Նրա կարմիր ակնոցները արտացոլում էին մոնիտորների լույսը, մինչ նրա մատները արագորեն կոդ էին մուտքագրում հիվանդանոցի կենտրոնական համակարգչում։ Խաղը նոր էր սկսվում։
Այն լուրը, որ հաղթանակ հիվանդանոցի թթվածնի համակարգը կեղծվել էր, արագորեն հասավ վարչակազմի ականջներին։ Տնօրեն դոկտոր Մաուրո Բուարկեն արտակարգ նիստ հրավիրեց խորհրդի անվտանգության թիմի հետ։ Նա կանչեց Ֆերնանդա Ալմեյդային, հիվանդանոցի թվային անվտանգության ղեկավարին, նախկին ոստիկան, ով այժմ ղեկավարում էր հաստատության ողջ կիբերանվտանգությունը։ Ես ուզում եմ իմանալ, թե ինչպես է ինչ-որ մեկը կարողացել մուտք գործել մեր համակարգ, առանց հայտնաբերվելու, պահանջեց դոկտոր Մաուրոն, բռունցքներով հարվածելով սեղանին։ Մենք ունենք երկրի ամենաառաջադեմ համակարգերից մեկը։ Հենց դրա համար էլ նրանց հաջողվեց, պատասխանեց Ֆերնանդան, շտկելով իր շրջանակով ակնոցները։ Մեր համակարգն այնքան ավտոմատացված է, կախված է AI-ից, որ խոցելի է դարձել նրանց համար, ովքեր իսկապես հասկանում են դրա ներքին աշխատանքը։ Դոկտոր Անտոնիոն, ով մասնակցում էր հանդիպմանը Սոֆիայի նրա մոր հետ, միջամտեց. Մենք պետք է հասկանանք պատճառը։ Ինչու ինչ-որ մեկը հատուկ կհարձակվեր պարոն Մենդոնցայի վրա։ Եվ նրանից առաջ, պարոն Օլիվերայի։ Տերեզան պաշտպանականորեն գրկեց դստերը։ Իմ ամուսինը պարզապես շինարարական աշխատող է։ Նա թշնամիներ չունի, ոչ փող, ոչ ազդեցություն։ Ինչու ինչ-որ մեկը կհարձակվեր նրա վրա։ Ֆերնանդան, ով վերլուծում էր տվյալները իր պլանշետում, հայացքը բարձրացրեց։ Պարոն Օլիվերան աշխատել է Techbrain շենքի վերանորոգման վրա, ճիշտ է։ Նույն տեղը, որտեղ աշխատում է պարոն Մենդոնցան։ Սոֆիան եռանդուն գլխով արեց։ Այո։ Հայրիկս օգնեց կառուցել նոր գրասենյակը։ Նա ճանաչում էր ամբողջ շենքը, նույնիսկ թաքնված մասերը, որոնք ոչ ոք չէր ճանաչում։ Դոկտոր Անտոնիոն կնճռոտեց հոնքերը։ Դուք առաջարկում եք դեպքերի միջ կապ, հիմնված ընկերության վրա։ Դա հնարավորություն է, պատասխանեց Ֆերնանդան։ Մենք կստուգենք համակարգի բոլոր մուտքերը վերջին ամիսներին։ Եթե ինչ-որ մեկը ներխուժել է մեր ցանց, թթվածնի համակարգը սաբոտաժի ենթարկելու համար, ապա թվային հետքեր է թողել։ Մինչ անվտանգության թիմը աշխատում էր, Ռաֆայել Մենդոնցան, արդեն տեղափոխված հիվանդանոցի մեկ այլ բաժանմունք, սկսում էր բարելավման նշաններ ցույց տալ։ Նրա մարմինը, ազատված թունավոր միացության ազդեցությունից, դրականորեն էր արձագանքում բուժմանը։ Դոկտոր Անտոնիոն նրան պարբերաբար այցելում էր, միշտ անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ։ Ինչպես եք զգում այսօր, պարոն Մենդոնցա, հարցրեց բժիշկը, ստուգելով նոր հետազոտությունները։ Ավելի լավ, պատասխանեց Ռաֆայելը թույլ ձայնով։ Ինչ պատահեց ինձ։ Դոկտոր Անտոնիոն տատանվեց պատասխանելուց առաջ։ Ոստիկանությունը խորհուրդ էր տվել զգույշ լինել մինչ կոնկրետ ապացույցներ ունենալը։ Թթվածնի համակարգում խափանում կար։ Բայց մենք արդեն լուծել ենք խնդիրը։ Ռաֆայելը, նույնիսկ թուլացած վիճակում, չափազանց խորաթափանց էր, նման անորոշ բացատրությունն ընդունելու համար։ Դոկտոր, ես համակարգերի մասնագետ եմ։ Ես գիտեմ, թե երբ է ինչ-որ բան տեխնիկական խափանում կամ միտումնավոր գործողություն։ Իրականում, ինչ պատահեց։ Բժիշկը հառաչեց։ Պարոն Մենդոնցա, կան ապացույցներ, որ ինչ-որ մեկը կարող էր կեղծել վեբ բաժանմունքի թթվածնի համակարգը, ներմուծելով քիմիական միացություն, որն ազդել է ձեր բջջային շնչառության վրա։ Մենք հետաքննում ենք։ Ռաֆայելը մի պահ փակեց աչքերը, մարսելով տեղեկությունը։ Ո՞վ հայտնաբերեց դա։ Մի 7-ամյա աղջիկ, պատասխանեց դոկտոր Անտոնիոն թեթ ժպիտով։ Նա նկատեց օրինաչափություններ, որոնք մենք բոլորս, փորձառու բժիշկներս, անտեսեցինք։ Ես ուզում եմ ծանոթանալ նրա հետ։ Հիվանդանոցի մյուս կողմում Ֆերնանդա Ալմեյդան անխոնջ աշխատում էր, վերանայելով մուտքի յուրաքանչյուր գրանցում, համակարգում վերջին ամիսներին կատարված յուրաքանչյուր հրաման։ Նրա կողքին ինֆորմատիկայի տեխնիկները ուսումնասիրում էին թթվածնի համակարգում հայտնաբերված սարքը։ Բարդ է, մեկնաբանեց նրանցից մեկը։ Ծրագրված է միացությունը ճշգրիտ ընդմիջումներով արձակելու համար, այնպիսի քանակներով, որոնք դժվար թե հայտնաբերվեին սովորական թունաբանական հետազոտություններում։ Իսկ մուտքի մասին ինչ կասեք, հարցրեց Ֆերնանդան։ Ինչպես է տեղադրվել։ Պահանջում է առավելագույն մակարդակի թույլտվություն։ Միայն համակարգի ադմինիստրատորները կամ գլխավոր բժիշկները կունենային նման մուտք։ Ֆերնանդան սարսուռ զգաց։ Մենք ներսից մեկին ենք փնտրում։ Հետաքննությունները եռանդուն կերպով շարունակվեցին հաջորդ 24 ժամվա ընթացքում։ Անվտանգության տեսախցիկներ, մուտքի ելքի գրանցումներ, աշխատանքային գրաֆիկներ։
Ամեն ինչ մանրակրկիտ վերլուծվեց։ Երկրորդ օրվա կեսօրին Ֆերնանդան արտակարգ նոր հանդիպում հրավիրեց։ Մենք ինչ-որ բան գտանք, հայտարարեց նա, էկրանին ցուցադրելով մի շարք գրանցումներ։ Վերջին 6 ամիսների ընթացքում դոկտոր Սեսիլիա Վասկոնսելոսի մուտքանունն օգտագործվել է համակարգի սահմանափակ տարածքներ մուտք գործելու համար այն ժամերին, երբ նա ենթադրաբար հիվանդանոցում չէր։ Դոկտոր Սեսիլիա զարմացած հարցրեց դոկտոր Մաուրոն։ Նա մեր լավագույն նյարդաբաններից մեկն է։ Նա մեզ հետ է ավելի քան 10 տարի։ Այո, 2 շաբաթ է, արձակուրդում է Եվրոպայում։ Բայց նրա մուտքանունն օգտագործվել է 3 պարոն Մենդոնցայի բժշկական քարտին մուտք գործելու համար։ Սենյակում բացարձակ լռություն տիրեց։ Դոկտոր Անտոնիոն առաջինը խոսեց։ Ինչ-որ մեկը կարող էր կոտրել նրա մուտքանունը։ Կամ, միջամտեց Ֆերնանդան, մենք գործ ունենք ավելի բարդ իրավիճակի հետ։ Մենք նա պարզեցինք, որ դոկտոր Սեսիլիան Լուկաս Վասկոնսելոսի քույրն է, Տեխբրեյնի նախկին աշխատակից, ով անմիջապես աշխատել է Ռաֆայել Մենդոնցայի հետ։ Լուկաս Վասկոնսելոս, մրմնջաց դոկտոր Մաուրոն, փորձելով հիշել։ Այս անունը ինձ ծանոթ է։ Նա Տեխբրեյնի բժշկական համակարգերի բաժնի գլխավոր ծրագրավորողն էր, շարունակեց Ֆերնանդան։ Նա 8 ամիս առաջ ազատվել էր աշխատանքից, ընկերության ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով։ Սոֆյան, ով ամեն ինչ լուր դիտում էր մոր կողքին, հանկարծ ամաչելով բարձրացրեց ձեռքը։ Կարող եմ մի բան ասել։ Բոլոր հայացքները ուղղվեցին նրա վրա։ Դոկտոր Անտոնիոն գլխով արեց, խրախուսելով նրան։ Կարմիր ակնոցներով բուժքույրը նա իսկական բուժքույր չէր թվում։ Նա գիտեր, թե ինչպես վարվել սարքերի հետ, բայց երբ խոսում էր մյուս բուժքույրերի հետ, տարբեր, ավելի բարդ բառեր էր օգտագործում, կարծես ինքն իսկական բուժքույր չլիներ։ Ֆերնանդան նոր հետաքրքրությամբ նայեց աղջկան։ Ինչպես թե տարբեր բառեր։ Նա խոսում էր ալգորիթմների կոդերի մասին։ Ես լսեցի, որ նա մեկ այլ բուժքրոջ ասաց, որ բաշխման ալգորիթմը անարդյունավետ է, կարիք ունի ճշգրտումների։ Իմ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչը այդպես է խոսում։ Դոկտոր Անտոնիոն նշանակալի հայացքներ փոխանակեց Ֆերնանդայի հետ։ Իսկ եթե մենք բուժքույր չենք փնտրում, այլ առաջադեմ տեխնիկական գիտելիքներ ունեցող մեկին։ Մեկին, ով հասկանում է ինչպես բժշկությունից, այնպես էլ ծրագրավորումից։ Ինչպես ծրագրավորողի քույրը, ավելացրեց Ֆերնանդան։ Դոկտոր Սեսիլիան նյարդաբան է, բայց բժշկությունից առաջ սովորել է նա կենսաբժշկական ճարտարագիտություն։ Նա բավարար գիտելիքներ ունի երկու աշխարհները հասկանալու համար։ Դոկտոր Մաուրոն անհանգիստ վեր կացավ։ Դուք առաջարկում եք, որ մեր ամենահարգված բժիշկներից մեկը կանգնած լինի դրա հետում։ Աբսուրդ է։ Դա վարկած է, որը պետք է ստուգվի, հանգիստ պատասխանեց Ֆերնանդան։ Ես արդեն խնդրել եմ նրա պատկերները օդանավակայաններից հաստատելու համար, թե արդյոք նա իսկապես լքել է երկիրը։ Եվ ես պետք է անհապաղ խոսեմ նրա հետ։ Մինչ հետաքննությունը շարունակվում էր, Ռաֆայել Մենդոնցան հատուկ այց ստացավ։ Սոֆյան, դոկտոր Անտոնիոյի մոր ուղեկցությամբ, ամաչելով մտավ սենյակ։ Ուրեմն դու իմ հերոսուհին ես, ասաց Ռաֆայելը թույլ ժպիտով, ձեռքը մեկնելով աղջկան։ Սոֆյան կարմրեց։ Ես պարզապես նուշի հոտը նկատեցի, ինչպես հայրիկիս սենյակում։ Դու շատ ավելին ես արել, քան դա, շտկեց Ռաֆայելը, տեղավորվելով մահճակալին։ Դու դիտարկել ես օրինաչափություններ, որոնք մեծահասակները չկարողացան տեսնել։ Դա հենց այն է, ինչ մենք փորձում ենք սովորեցնել մեր այ մեքենաներին անել։ Աղջիկը լայն բացեց աչքերը։ Դուք մեքենաներ եք սովորեցնում։ Ռաֆայելը ժպտաց։ Ինչ որ առումով, այո։ Իմ ընկերությունը հիվանդանոցների համար արհեստական ինտելեկտի համակարգեր է մշակում։ Դրանք օգնում են բժիշկներին ավելի արագ ախտորոշել հիվանդությունները։ Ինչպես ուղեղ համակարգը, որը մենք օգտագործում ենք այստեղ, ավելացրեց դոկտոր Անտոնիոն։ Այն մշակվել է պարոն Մենդոնցայի ընկերության կողմից։ Սոֆյան գծեց շրթունքը, տատանվելով։ Կարող եմ հարց տալ։ Իհարկե, պատասխանեց Ռաֆայելը։ Ինչու համակարգը չկարողացավ ախտորոշել, թե ինչ էր կատարվում ձեզ կամ հայրիկիս հետ։ Ծանր լռություն տիրեց սենյակում։ Ռաֆայելը դոկտոր Անտոնիոն անհանգիստ հայացքներ փոխանակեցին։ Դա հիանալի հարց է, վերջապես պատասխանեց Ռաֆայելը։ Եվ մեկը, որը մենք պետք է խորապես հետաքննենք։ Այդ պահին Ֆերնանդան շտապ մտավ սենյակ։
Մենք պետք է առանձին խոսենք, ասաց նա, ուղղվելով դոկտոր Անտոնիոին։ Երկուսը դուրս եկան միջանցք, Ռաֆայելին թողնելով Սոֆիայի հետ աշխույժ զրուցել համակարգչային համակարգերի մասին։ Ինչ բացահայտեցիք, հարցրեց դոկտոր Անտոնիոն, հենց որ դուռը փակվեց։ Դոկտոր Սեսիլիան երբեք չի մեկնել Եվրոպա։ Նրա անձնագրում վերջին 6 ամսվա ընթացքում երկրից դուրս գալու որևէ գրանցում չկա։ Եվ ավելին, մենք կարողացանք մուտք գործել նրա անձնական էլեկտրոնային փոստին։ Կա հաղորդագրությունների լայն փոխանակում եղբոր հետ նրա աշխատանքից ազատվելուն հանգեցրած միջադեպից առաջ։ Ինչի՞ մասին էր միջադեպը։ Ֆերնանդան դիտեց իր գրառումները։ Լուկաս Վասկոնսելոսը ուղեղ համակարգում հայտնաբերել էր լուրջ էթիկական խախտում։ Ալգորիթմը առաջնահերթություն էր տալիս պրեմիում առողջապահական պլաններ ունեցող հիվանդներին, հետաձգում էր բազային կամ պետական պլաններ ունեցող հիվանդների ախտորոշումները։ Նա փորձել էր շտկել խնդիրը, բայց ընկերության ղեկավարությունը խոչընդոտել էր նրան։ Երբ նա սպառնաց հրապարակայնորեն բողոքել, նրան ազատեցին աշխատանքից։ Դոկտոր Անտոնիոն հանգույց զգաց ստամոքսում։ Իսկ ինչ պատահեց նրա հետ դրանից հետո։ Նա փորձեց խորը դեպրեսիա զարգացնել։ 3 ամիս հոսպիտալացված մնաց հոգեբուժական կլինիկայում։ Դրանից հետո անհետացավ։ Վերջին ամիսներին նրա անունով աշխատանքի կամ ֆինանսական գործունեության գրանցումներ չկան։ Իսկ նրա քույրը։ Որտեղ է դոկտոր Սեսիլիան հիմա։ Ֆերնանդան խորը շունչ քաշեց պատասխանելուց առաջ։ Հենց դա է ինձ անհանգստացնում։ Մենք չկարողացանք գտնել նրան։ Նրա բնակարանը դատարկ է, առանց նշանների, որ վերջերս բնակեցված է եղել։ Բայց նա տատանվեց։ Բայց ինչ, պնդեց դոկտոր Անտոնիոն։ Մենք ինչ-որ բան գտանք նրա բնակարանում։ Տեխպրեյնի մանրամասն քարտեզ, օդափոխության համակարգի վերաբերյալ գրառումներով։ Եվ քիմիական բանաց, որը կարծես նույն միացությունն է, որը հայտնաբերվել է այստեղի թթվածնի համակարգում։ Երկուսը նայեցին միմյանց, իրենց ուսերին զգալով իրավիճակի լրջությունը։ Նա պարզապես չի փորձում հիվանդացնել Ռաֆայելին, եզրափակեց դոկտոր Անտոնիոն։ Նա շատ ավելի մեծ բան է պլանավորում։ Մենք պետք է գտնենք նրան, մինչ ուշ չլինի, պատասխանեց Ֆերնանդան, արդեն հեռանալով դեպի վերելակը։ Եվ պաշտպանենք ինչպես Ռաֆայելին, այնպես էլ Սոֆիայի հորը։ Եթե մեր տեսությունը ճիշտ է, նրանք պարզապես սկիզբն են։ Մինչդեռ հիվանդասենյակում Սոֆիան Ռաֆայելին ցույց էր տալիս իր գրառումները հիվանդանոցի համակարգերի մասին։ Դու փայլուն ապագա ունես տեխնոլոգիայի ոլորտում, գիտեիր, մեկնաբանեց Ռաֆայելը, տպավորված աղջկա դիտողականությամբ։ Սոֆիան ամաչելով ժպտաց։ Ես պարզապես ուզում էի օգնել հայրիկիս։ Եվ հիմա, ձեզ։ Ռաֆայելը մտածկոտ նայեց պատուհանից։ Երբեմն մեզ անմեղ աչքեր են պետք, տեսնելու ճշմարտությունը, որը հենց մեր առջ է։ Միգուցե հենց դա է պակասում մեր համակարգերում։ Ինչը նրանցից ոչ ոք չգիտեր, այն էր, որ հենց այդ պահին մի կերպար լուր շարժվում էր հիվանդանոցի ստորգետնյա միջանցքներով, տանելով բարդ էլեկտրոնային սարք դեպի հիմնական սերվերային սենյակը։ Ծրագիրը մտնում էր իր վերջնական փուլը։ Գիշերը իջնում էր Երանի վրա, երբ Ֆերնանդա Ալմեյդան հավաքեց իր անվտանգության թիմին, հաղթանակ հիվանդանոցի մոնիտորինգի սենյակում։ Էկրաններին տասնյակ տեսախցիկներ ցույց էին տալիս հիվանդանոցային համալիրի բոլոր անկյունները։ Լարվածությունը շոշափելի էր։ Մենք պետք է գտնենք դոկտոր Սեսիլիային, մինչ նա կիրականացնի այն, ինչ պլանավորում է, հրահանգեց Ֆերնանդան իր թիմին։ Հիմնվելով նրա բնակարանում գտած ապացույցների վրա, նա բավարար գիտելիքներ ունի ոչ միայն հիվանդանոցի համակարգերը, այլ հնարավոր էր տեխպրեյնի համակարգերը սաբոտաժի ենթարկելու համար։ Անվտանգության աշխատակիցներից մեկը ձեռքը բարձրացրեց։ Ինչպես նա կարող էր մուտք գործել տեխպրեյն այստեղից։ Համակարգերը փոխկապակցված են, պատասխանեց Ֆերնանդան, կենտրոնական էկրանին դիագրամ ցուցադրելով։ Հաղթանակ հիվանդանոցը ուղեղ համակարգի պաշտոնական փորձարկման վայրն է։ Կա ուղիղ կապ ընկերության սերվերների հետ, իրական ժամանակի թարմացումների կատարողականի մոնիտորինգի համար։ Դոկտոր Անտոնիոն, ով հետում էր հանդիպմանը, կնճռոտեց հոնքերը։ Ուրեմն նա կարող էր օգտագործել մեր համակարգը, տեխպրեյնին հեռակա կարգով մուտք գործելու համար։ Հենց այդպես, հաստատեց Ֆերնանդան։
Եվ հիմնվելով նրա եղբոր մասին բացահայտածի վրա, մենք կարծում ենք, որ նպատակը այ ալգորիթմի էթիկական խախտումը հրապարակայնորեն բացահայտելն է։ Էթիկական խախտում, հարցրեց հիվանդանոցի տնօրենը, ով նոր էր մտել սենյակ։ Ինչ էթիկական խախտում։ Ֆերնանդան դոկտոր Անտոնիոն շփոթված հայացքներ փոխանակեցին։ Վերջապես, Ֆերնանդան խոսեց։ Լուկաս Վասկոնսելոսը, դոկտոր Սեսիլիայի եղբայրը, հայտնաբերել էր, որ ուղեղ համակարգը ծրագրված էր առաջնահերթություն տալու պրեմիում առողջապահական պլաններ ունեցող հիվանդներին, ի հաշիվ պետական կամ բազային պլաններ ունեցող հիվանդների։ Շտապ ախտորոշումների դեպքերում դա կարող է նշանակել կրիտիկական ուշացումներ պակաս արտոնյալների համար։ Տնօրենի դեմքը գունատվեց։ Դա ճիշտ է, Մենդոնցա, հարցրեց նա, շրջվելով դեպի Ռաֆայելը, ով պնդել էր մասնակցել հանդիպմանը, չնայած իր դեռս թուլացած վիճակին։ Ռաֆայելը, նստած անվասայլակում, խորը հառաչեց։ Ես դրա մասին չգիտեի մինչ մի քանի ժամ առաջ, երբ Ֆերնանդան ինձ ցույց տվեց էլեկտրոնային նամակները։ Ակնհայտորեն, դա արտրային թիմի կողմից ընդունված որոշում էր, առանց իմ անմիջական գիտելիքի։ Դա անպաշտպանելի է, ես անհապաղ կշտկեմ այն, բայց նախ պետք է կանխենք մեր համակարգերի վրա ցանկացած հարձակում։ Ինչու՞ դոկտոր Սեսիլիան պարզապես հրապարակայնորեն չբողոքեց այդ մասին, հարցրեց ներկա բժիշկներից մեկը։ Ինչու՞ դիմել այդքան ծայրահեղ մեթոդների։ Որովհետև նրա եղբայրը փորձել էր հենց դա անել, պատասխանեց Ֆերնանդան։ Նրան լռեցրին, ազատեցին աշխատանքից, նա ի վերջո խորը դեպրեսիա զարգացրեց։ Գտած էլեկտրոնային նամակներում Սեսիլիան մեղադրում է Տեխբրեյնին, ուղեղ համակարգին եղբոր տառապանքների համար։ Նա ավելին է ուզում, քան պարզ բողոքը։ Նա ուզում է վրեժխնդրություն, արդարություն իր ձով։ Սոֆյան, ով անվտանգության նկատառումներից ելնելով մոր հետ բերվել էր սենյակ, ամեն ինչ ուշադիր աչքերով դիտում էր։ Հանկարծ նա քաշեց դոկտոր Անտոնիոյի թքը։ Դոկտոր, ես հենց նոր մի կարևոր բան հիշեցի։ Սենյակում բոլորը ուշադրություն դարձրեցին աղջկան։ Այն օրը, երբ հայրիկիս վիճակը շատ վատացավ, ես լսեցի, թե ինչպես էր կարմիր ակնոցներով բուժքույրը հեռախոսով խոսում միջանցքում։ Նա ասաց, որ փորձարկումը բանվոր սուբյեկտի վրա հաջող է անցել, որ պատրաստ է անցնել է երկրորդ փուլին, համակարգի ճարտարապետին։ Ռաֆայելը ուղղվեց անվասայլակում։ Ես եմ համակարգի ճարտարապետը։ Իսկ քո հայրը փորձարկումն էր, ավելացրեց դոկտոր Անտոնիոն, շրջվելով դեպի Սոֆյան Տերեզան։ Նա աշխատում էր Տեխբրեյնի շինարարության վրա։ Հավանաբար մուտք ուներ նախագծերի տարածքների, որոնք հետաքրքրում էին Սեսիլիային ավելի մեծ պլանի համար։ Ֆերնանդան արագորեն յուրացրեց տեղեկությունը։ Եթե հետենք այս տրամաբանությանը, Սոֆիայի հոր հիմա ձեր վրա փորձարկելուց հետո, Ռաֆայել, հաջորդ քայլը կլիներ։ Լայնածավալ հարձակում, ավելացրեց Ռաֆայելը, դեմքը գունատ։ Օգտագործելով այն, ինչ սովորել է առաջին երկու դեպքերից։ Ծանր լռություն տիրեց սենյակում, որը խախտվում էր միայն մոնիտորների մշտական ազդանշանով։ Մենք պետք է հիմա գործենք, որոշեց Ֆերնանդան։ Մենք թակարդ կստեղծենք։ Հաջորդ ժամերին մանրակրկիտ պլան մշակվեց։ Ռաֆայելը կլիներ խայծը, ակնհայտորեն դեռս խոցելի իր հիվանդանոցային մահճակալում, բայց մշտական հսկողության ներքո։ Միաժամանակ, թվային անվտանգության թիմը կհետեր հիվանդանոցի համակարգ մուտք գործելու ցանկացած փորձի։ Դոկտոր Սեսիլիան չգիտի, որ մենք նրան նույնականացրել ենք, բացատրեց Ֆերնանդան։ Դա մեզ առավելություն է տալիս։ Պլանը գործարկվեց հաջորդ առավոտյան։ Ռաֆայելին տեղափոխեցին վեբ բաժանմունք, որն այժմ լիովին վերահսկվում էր ուներ նորացված համակարգեր։ Նրա ռեցիդիվի լուրը ռազմավարականորեն տարածվեց աշխատակիցների շրջանում։ Մինչդեռ Սոֆիային նրա ծնողներին տարան հիվանդանոցի անվտանգ տարածք, ոստիկանական պաշտպանությամբ։ Ես չեմ ուզում թաքնված մնալ, բողոքեց Սոֆյան։ Ես ուզում եմ օգնել բռնել այն մարդուն, ով վնասեց հայրիկիս, փորձեց վնասել պարոն Մենդոնցային։ Դոկտոր Անտոնիոն ծնկի իջավ, աղջկա հասակին հավասարվելու համար։ Սոֆիա, դու արդեն ավելի շատ ես օգնել մեզ, քան մեզանից յուրաքանչյուրը։ Հիմա մենք պետք է ապահովենք քո անվտանգությունը։ Բայց ես նրա դեմքը ձեզանից ավելի լավ եմ ճանաչում։ Ես կարող եմ նրան նույնականացնել, եթե նա նորից քողարկված հայտնվի։ Ֆերնանդան, ով լսում էր զրույցը, հանկարծակի միտք ունեցավ։ Իսկ եթե մենք դա օգտագործենք մեր օգտին։ Անվտանգ եղանակով, իհարկե։
Ծրագրում որոշ ճշգրտումներից հետո Սոֆիային տեղադրեցին մոնիտորինգի կենտրոնում, ցանկացած վտանգից հեռու, բայց ունակ դիտարկելու անվտանգության տեսախցիկները, փնտրելով խորհրդավոր բուժքրոջը։ Նրա մայրը մնում էր նրա կողքին, դեռս անհանգիստ, բայց հպարտ իր դստերով։ Ժամերը լարված անցնում էին։ Ռաֆայելը մնում էր իր մահճակալում, ծածնելով, թե թուլացած է, մինչ բժիշկների բուժքույրերի քողի տակ գործող անվտանգության թիմը շրջում էր բաժանմունքով։ Կառավարման կենտրոնում Ֆերնանդան վերահսկում էր յուրաքանչյուր կասկածելի շարժում, համակարգի յուրաքանչյուր մուտք։ Առաջինը Սոֆիան նկատեց։ Այնտեղ մատնացույց արեց մոնիտորներից մեկը։ Այդ խալաթով կինը մտնում է ծառայողական դռնից։ Դա նա է, պարզապես հիմա առանց կարմիր ակնոցների է։ Ֆերնանդան մեծացրեց պատկերը։ Միջին տարիքի մի կին, շագանակագույն մազերը հավաքված կոճղակով, զգուշորեն մտնում էր բժշկական խալաթով պահելով թղթապանակ։ Ոչինչ նրա արտաքինում չէր համապատասխանում կարմիր ակնոցներով բուժքրոջ նկարագրությանը, բացառությամբ։ Ձեռքի սպին, բացականչեց Սոֆիան։ Նայեք, երբ նա թղթապանակն է բռնում։ Իրոք, կնոջ աջ ձեռքի վրա կար կիսալուսնի ձով տարբերակիչ նշան։ Ֆերնանդան անմիջապես միացրեց լուռ ահազանգը։ Կասկածյալը շարժվում էր դեպի սերվերային բաժանմունք, ոչ թե Ռաֆայելի սենյակ։ Պլանների փոփոխություն, հաղորդեց Ֆերնանդան ռադիոյով։ Կասկածյալը գնում է դեպի նկուղի սերվերային սենյակ։ Թիմ B, կանգնեցրեք նրան։ Թիմա, մնացեք ձեր դիրքերում պարոն Մենդոնցայի հետ։ Տեսախցիկների միջոցով բոլորը դիտում էին, թե ինչպես էր կինը վստահորեն շարժվում միջանցքներով, օգտագործելով անցագրի քարտ, սահմանափակ տարածքներ մուտք գործելու համար։ Նա հստակորեն ճանաչում էր հիվանդանոցը, ինչպես իր ձեռքի ափը։ Դա դոկտոր Սեսիլիան է, հաստատեց դոկտոր Անտոնիոն, ուշադիր դիտելով մոնիտորը։ Նույնիսկ արտաքինի փոփոխությամբ ես ճանաչում եմ շարժումները, քայլվածքը։ Կասկածյալը հասավ սերվերային սենյակի դռանը, անցավ քարտը։ Դուռը բացվեց, բայց հենց որ նա մտավ ներս, լույսերը վառվեցին, բացահայտելով 4 սպասող անվտանգության աշխատակիցներին։ Անակնկալի եկած, նա փորձեց փախչել, բայց նրա հետի դուռն արդեն փակված էր։ Դոկտոր Սեսիլիա Վասկոնսելոս, Ֆերնանդայի ձայնը հնչեց բարձրախոսների համակարգից։ Դուք ձերբակալված եք հիվանդանոցային համակարգեր ներխուժելու, բժշկական սարքավորումները կեղծելու հիվանդների նկատմամբ ծանր ոտնձգության փորձ կատարելու համար։ Մոնիտորի վրա բոլորը տեսան կնոջ դեմքը ոլորվող, զայրույթի հուսահատության խառնուրդով։ Նա ուղիղ նայեց տեսախցիկին, կարծես կարող էր տեսնել դրա միջով։ Դուք չեք հասկանում, բղավեց նա։ Նրանց համակարգը մարդկանց է սպանում։ Աղքատ հիվանդներին անտեսում են մի ալգորիթմի պատճառով, որը փողին է առաջնահերթություն տալիս բժշկական կարիքի փոխարեն։ Մինչ անվտանգության աշխատակիցները մոտենում էին նրան ձերբակալելու, Սեսիլիան արագորեն իր պայուսակից հանեց մի սարք, ոչ թե զենք, այլ փոքր էլեկտրոնային սարք։ Մինչ նրանք կկարողանային կանխել նրան, նա այն միացրեց սերվերի պորտերից մեկին։ Չափազանց ուշ է, ասաց նա դառը ժպիտով։ Կոդն արդեն աշխատում է։ Մի քանի րոպեից բոլորը կիմանան ուղեղ համակարգի մասին ճշմարտությունը։ Ֆերնանդան կատաղի կերպով մուտքագրում էր իր համակարգչում։ Նա ինչ-որ ծրագիր է գործարկել։ Միաժամանակ մուտք է գործում Տեխբրեյնի հիվանդանոցի ներքին տվյալների բազաներին։ Կոնկրետ ինչ է անում այդ ծրագիրը, հարցրեց դոկտոր Անտոնիոն, լարված։ Թվում է, թե նա հավաքում է վերջին 3 տարվա բոլոր ախտորոշումների գրանցումները, դրանք դասակարգում ըստ առողջապահական պլանի տեսակի։ Նա համեմատական զեկույց է կազմում, ցույց տալով ախտորոշման ժամանակի սպասարկման որակի անհամապատասխանությունները։ Ռաֆայելը, ով լքել էր իր սենյակը միացել թիմին մոնիտորինգի կենտրոնում, դիտում էր, թե ինչպես էին տվյալները հայտնվում էկրանին, մռայլ արտահայտությամբ։ Նա բացահայտում է ճշմարտությունը։ Եվ թվերը չեն ստում։ Սերվերային սենյակում Սեսիլիան այժմ նստած էր հատակին, շրջապատված անվտանգության աշխատակիցներով, բայց դեմքին հաղթանակի հայացքով։ Իմ աշխատանքը կատարված է, ասաց նա, մինչ նրան ձեռնաշխտաներ էին անցկացնում։ Հիմա բոլորը կիմանան։ Ինչ անենք, հարցրեց Ֆերնանդան, շրջվելով դեպի Ռաֆայելը։ Մենք կարող ենք փորձել ընդհատել տվյալների փոխանցումը։ Ռաֆայելը նայեց թվերին, որոնք շարունակում էին հայտնվել էկրանին, բացահայտելով դաժան ճշմարտություն։
Պրեմիում պլաններ ունեցող հիվանդները կրիտիկական ախտորոշումներ էին ստանում միջինը 73% ավելի արագ, քան պետական պլաններ ունեցող հիվանդները։ Քաղցկեղի դեպքերում այդ տարբերությունը կարող էր նշանակել կյանք կամ հիվանդություն։ Ոչ, վերջապես որոշեց նա։ Թող ծրագիրը աշխատի։ Ճշմարտությունը պետք է բացահայտվի։ Դոկտոր Մաուրոն գունատվեց։ Դա կկործանի հիվանդանոցի հեղինակությունը։ Եվ ձեր ընկերությանը։ Միգուցե պետք է կործանվի, որպեսզի վերակառուցվի ճիշտ ծով, պատասխանեց Ռաֆայելը, ծանր հենվելով իր անվասայլակին։ Սոֆյան, ով ամեն ինչ լայն բացված աչքերով դիտում էր, անմեղորեն հարցրեց. Սա նշանակում է, որ կարմիր ակնոցներով աղջիկը հաղթեց։ Ռաֆայելը տխուր ժպիտով նայեց աղջկան։ Ոչ, Սոֆիա։ Այստեղ ոչ ոք չի հաղթել։ Բայց միգուցե հիմա մենք կարողանանք սկսել շտկել այն, ինչ կոտրված է։ Մինչ տվյալները շարունակում էին հոսել, ուղեղ համակարգի մասին ճշմարտությունը արագորեն տարածվում էր հիվանդանոցային ցանցով շուտով կհասներ մամուլին։ Թակարդը գործել էր, բայց արդյունքն ավելի բարդ էր, քան ցանկացած մեկը կարող էր կանխատեսել։ Իսկական պայքարը, արդար բժշկական համակարգ վերակառուցելու համար, նոր էր սկսվում։ 3 ամիս էր անցել հաղթանակ հիվանդանոցի միջադեպից։ Գործը համազգային ճանաչում էր ստացել, զարդարելով բոլոր խոշոր լրատվամիջոցների վերնագրերը։ Բժշկական այն առաջնահերթություն էր տալիս հարուստ հիվանդներին, անհավասարության ալգորիթմը հայկական առողջապահության մեջ, աղջիկը, ով բացահայտեց համակարգը։ Արոտ շաբաթ առավոտ էր, երբ Սոֆիա Օլիվերան, այժմ մի փոքր ավելի երկար մազերով նույն դիտողական հայացքով, անցավ նոր վերանորոգված հաղթանակ հիվանդանոցի գլխավոր նախասրահով։ Նրա կողքին քայլում էին իր ծնողները, Հովակիմը, լիովին ապաքինված, Տերեզան, երկուսն էլ հագնված կիրակնօրյա հագուստով։ Ես նյարդայնացած եմ, խոստովանեց Սոֆյան, սեղմելով հոր ձեռքը։ Պետք չէ, պատասխանեց Հովակիմը հպարտ ժպիտով։ Այսօր քո օրն է։ Նրանց տարան հիվանդանոցի գլխավոր դահլիճ, որն այժմ լիովին լցված էր բժիշկներով, բուժքույրերով, ղեկավարներով, լրագրողներով։ Բեմում Ռաֆայել Մենդոնցան, ապաքինված ավելի առողջ տեսքով, կարգավորում էր խոսափողը։ Նրա կողքին դոկտոր Անտոնիո Ֆերնանդա Ալմեյդան լուր խոսում էին։ Բարի գալուստ Սոֆիա, նոր համակարգի, խելացի ինքնավար դիտարկման ստման համակարգի պաշտոնական շնորհանդեսին, սկսեց Ռաֆայելը, հենց որ Սոֆիան նրա ծնողները տեղավորվեցին առաջին շարքում։ Մի համակարգ, որը նշանավորում է ոչ միայն տեխնոլոգիական, այլ հիմնականում էթիկական հեղափոխություն, արհեստական ինտելեկտի կիրառման մեջ հայկական բժշկության մեջ։ Հանդիսատեսը ոգորությամբ ծափահարեց։ Վերջին ամիսներին Տեխբրեյնը Ռաֆայելի ղեկավարությամբ ամբողջական վերակառուցման էր ենթարկվել։ Սկզբնական սկանդալը գրեթե սնանկացրեց ընկերությունը, բայց Ռաֆայելի քաջ որոշումը հրապարակայնորեն ընդունել սխալը պարտավորվել շտկել այն, շատերի հարգանքը շահեց։ Նախքան նոր համակարգի աշխատանքը բացատրելը, ես կցանկանայի ճանաչել այս պատմության իսկական հերոսուհուն, շարունակեց Ռաֆայելը, ձեռքը մեկնելով դեպի առաջին շարքը։ Սոֆիա Օլիվերա, կկարողանաք բեմ բարձրանալ, խնդրում եմ։ Կարմրած դեմքերով Սոֆիան ամաչելով բարձրացավ աստիճաններով, ուղեկցված ջերմ ծափահարություններով։ Ռաֆայելը նրան տվեց խոշորացույցի տեսքով փոքրիկ արձանիկ։ Սա Սոֆիա Օլիվերայի անվան արտակարգ դիտարկման մեդալն է, որը ամեն տարի կտրվի առողջապահության մասնագետներին, ովքեր կցուցաբերեն դիտողականության կարեկցանքի բացառիկ կարողություններ։ Եվ ոչ ոք ավելի շատ արժանի չէ լինել առաջին պարգատրվածը, քան հենց Սոֆիան։ Ավելի շատ ծափահարություններ հնչեցին դահլիճում։ Սոֆիան, ամաչկոտ, բայց ակնհայտորեն հուզված, բռնեց խոսափողը։ Ես պարզապես արեցի այն, ինչ կաներ ցանկացած մարդ։ Ես դիտարկեցի, թե ինչ էր կատարվում, ասացի ճշմարտությունը։ Շնորհակալություն ինձ լսելու համար, նույնիսկ եթե ես ընդամենը երեխա եմ։ Նրա խոսքերի պարզությունն ու անկեղծությունը հուզեցին բոլորին։ Դոկտոր Անտոնիոն մոտեցավ, ներկայացրեց շրջանակված փաստաթուղթ։ Սոֆիա, սա հաղթանակ հիվանդանոցի բժշկական մենթորության ծրագրի պաշտոնական հավաստագիրն է։ Երբ դու 18 տարեկան դառնաս, դու երաշխավորված տեղ կունենաս մեր բժշկական ֆակուլտետում, ամբողջական կրթաթոշակով։ Քո դիտողական տաղանդը հենց այն է, ինչ մեզ անհրաժեշտ է բժիշկների հաջորդ սերնդում։ Տերեզան չկարողացավ զսպել հպարտության արցունքները, մինչ Հովակիմը ամուր գրկում էր դստերը, երբ նա վերադարձավ իր տեղը։ Ռաֆայելը վերսկսեց շնորհանդեսը, այժմ ավելի լուրջ տոնով։
Այստեղ մեր ապրած դեպքը մեզ արժեքավոր դասեր տվեց անեթիկ տեխնոլոգիայի վտանգների մասին։ Դոկտոր Սեսիլիա Վասկոնսելոսը ճիշտ էր մեկ հիմնարար կետում։ Մեր հին համակարգը հավերժացնում նույնիսկ ուժեղացնում էր մեր առողջապահական համակարգում խորապես արմատացած սոցիալական անհավասարությունները։ Նրա հետի էկրանին հայտնվեց Սոֆիա նոր համակարգի պատկերանշանը, սրտի վրա դրված խոշորացույցի տեսքով։ Նոր համակարգը մշակվել է 3 հիմնարար սկզբունքներով՝ թափանցիկություն, հավասարություն, մարդկային վերահսկողություն։ Ալգորիթմի կողմից ընդունված յուրաքանչյուր որոշում այժմ բացատրելի է հետագծելի։ Առաջնահերթության չափանիշները լիովին վերանայվել են, հաշվի առնելու միայն կլինիկական ծանրությունը, բժշկական շտապությունը, երբեք առողջապահական պլանի տեսակը կամ ֆինանսական վիճակը։ Դոկտոր Անտոնիոն խոսեց. Որպես բժշկական տնօրեն ես կարող եմ հաստատել, որ սկզբնական թեստերը ցույց են տալիս 62% կրճատում ախտորոշման ժամանակի անհամապատասխանություններում տարբեր սոցիալ-տնտեսական պրոֆիլներ ունեցող հիվանդների մեջ։ Եվ մենք նոր ենք սկսում։ Ֆերնանդա Ալմեյդան առաջ եկավ, բացատրելու ներդրված անվտանգության նոր արձանագրությունները, մինչ նորանդեսը շարունակվում էր նոր համակարգի տեխնիկական ցուցադրումներով։ Հանդիսատեսի մեջ լրագրողները կատաղի կերպով գրառում էին յուրաքանչյուր մանրամասնություն։ Պաշտոնական արարողությունից հետո հիվանդանոցի այգում փոքրիկ կոկտեյլ էր մատուցվում։ Սոֆիան շրջապատված հետաքրքրասեր բժիշկներով, ովքեր ցանկանում էին ծանոթանալ փոքրիկ դետեկտիվի հետ, ինչպես նրան անվանել էր։ Լրատվամիջ։